Բարև օրվան լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը հունիսի 11-ն 5 շաբթի։ Կեսգիշերին ավելի քան 30 րոպե տեղացած հորդարատ անձրևն ու խոշոր չափի կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրիում։ Հեղեղվել են փողոցներ, ջրածածկ են եղել մեքենաներ, խանութներ ու տներ, տասնյակ թաղամասերում անջատվել է էներգամատակարարումը։ Ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաև մարզի մյուս համայնքներին։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերում կարկուտն ավարել է ցանկատարածներն ու տնամերձ այգիները։ Գիշերվա կեսին կարկուտ, սա զարմանալի ու անոմալ երևույթ են համարում գյումրեցիները։ Անձրևախառն խոշոր չափերի կարկուտը հեղեղել էր փողոցներ, տներ ու խանութներ։ Կեսգիշերին ոտքի հանել բնակիչներին, փրկարարներին ու քաղաքի կոմունալ աշխատակիցներին։ Կարկտաշերտի հաստությունը հասնում էր մինչև 1.5 մետրի։ Սառցաշերտի վերածված կարկուտը փակել էր Երևանյան խճուղում Գարեգին Նժդեի հրապարակին հարող կամուրջը։ Հսկայական բեկորների հետևանքով դեռ կեսօրին երթևեկությունն այս ուղղությամբ կաթվածահար էր։ Մեքենաների խցանումներ էին։ Դեպի Երևանյան խճուղի տանող կամրջի ցածրադիր այս հատվածը դարձյալ հայտնվել է հսկա սառցապեկորների մեջ։ Այս տեսարանը հիշեցնում է 2020 թվականի հուլիս ամիսը, երբ դարձյալ հորդառատ տեղումների պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ մի քանի ժամով հայտնվել էին արգելափակման մեջ։ Հերթական արտակարգ իրավիճակին անպատրաստ լինելու մասին ահա զանգում են բնակիչները։ Չնայած ստորգետնյա ջրատարները կորցել են, սակայն ջրի հոսքի մեծ ծավալի պատճառով հնարավոր չի եղել արագ ապահովել ջրահեռացում։ Ջրահեռացումը կապ չունի, երբ որ սետկա է, սետկի վրա կուկատերերները, դորից հետո սարժույցները, ինչքան կուզե ջրահեռացում եղնի, անիմանիայի տեմը չի կրնադի եղնի։ Միշտ էլ այստեղ պրոբլեմ է եղել, այս մենակ կամուրջի տակն է պրոբլեմ եղել։ Լուկն է փոքր, ուստիվատ չեն է, տերիտորիան մեծ է ջրի հոսքը, են կողմից, այս կողմից, լուկը չի քաշել։ Կամրջի վրայով անցնում է երկաթուղին, իսկ ճանապարհը միակ կապող տրանսպորտային ուղին է Երևանի հետ։ Հանրապետական նշանակության ճանապարհով դեպի Գյումրի մուտքը կամրջի տակով է, այլընտրանքային այլ ճանապարհ գոյություն չունի։ Թեև քննարկումներ եղել են ճանապարհային անցում կառուցել երկաթուղու վրայով, բայց առաջարկները գործնական փուլի չեն հասել։ Կարկուտը գիշերով տներ է լցվել Ղարիբջանյան փողոցում օրվա կեսին դեռ ձյան նման վաղ կարկտի հաստ շերտ էր։ Թիվ 21 տան ապրող բազմանդամ ընտանիքը գիշերով տանը չի մնացել։ Ամբողջությամբ վնասվել են տան գույքն ու պատերը, բնակիչներով, փրկարարներով փորձում էին հեռացնել տան մեջ կուտակված կարկտի հաստ շերտը։ Այս դուրը ջարդեց, լսվամն ես երեխեքի սեյնակ, երեխեքն է քնած էին։ Իրեք երեխա, հազիվ ենք երեխանցը պրգե, կինս կրգեց թորից մեկին, ոտքը սայեց, ընգավ ծերն է ջարդեն, հիվանդանոցը պարգած է։ Իպսակադոնով հետևը խագել է։ Շուշեն ճարտել ասել են ես։ 6 տարի առաջ հուլիսի 14-ի հեղեղից ու ուժեղ կարկուտից դարձյալ տուժել էր այս բնակարանը։ Երկհարկանի տունը ավագյաններն իրենց ուժերով էին վերանորոգել։ Հիմա նորից 7 անձից բաղկացած ընտանիքը կանգնել է նույն խնդրի առաջ։ Ջրատարի վատ քաշերու հետևանք։ Կարկուտը նոր հետն է, արդեն բանկեն է, փագեգը։ Անելանելի վիճակում են հայտնվել տասնյակ տներ, որոնք Գյումրիի ցածրադիր հատվածում են կառուցված։ Շատ փողոցներ վերանորոգվել են առանց ջրահեռացման ցանցի կառուցման։ Անձրևաջրերը հեռանում են ինքնահոս։ Սեփական տներից բացի տուժել են նաև տնակներում ապրող ընտանիքները։ Սա լեջի ջուրը կուկա ուղիղ տանս մեջ է։ Օբշի պաբեդայով սա ամեն ինչի ջուրը կուկա տանս մեջ է։ Ադիկ դերն ոչ թե ամեն ինչով։ Միշտ, ես էլ որի օր դարեսն է։ Սաղ տունս քանդվել է, ինչ պրեն եմ չի դեմ։ Սաղ տեղերը կան պատվալները, որը ցածր է լցվել է։ Փրկարարները կենտրոնական շուկայի Լաչինի միջանց կոչվող հատվածում պոմպի օգնությամբ հեռացնում էին սպասարկման օբյեկտներում, խանութներում, նկուղներում գիշերվանից կուտակված ջուրը։ Արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները թաղամասերում դեռ շարունակվում են։ Վնասները հսկայական են, դրան չափերը ճշտվում են։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։
Վարչապետը Գյումրիում ճանապարհների վերանորոգման անձնական պատասխանատվություն է վերցնում անկախ այն հանգամանքից, թե թիմ հարթությունում խնդիրներն ինչպես կլուծվեն։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր տեղի ունեցած ճեպազորույցի ժամանակ եւ շեշտել, որ չկա հանրապետությունում երկրորդ քաղաք, որ լինի այդ վիճակում եւ իր համար դա անձնական ողբերգություն եւ խայտառակություն է համարում։ Ես ուրախ եմ, որ արդեն այն ինչ որ ասել եմ Գյումրիում արդեն իրականացվում է, որովհետև երեք ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հարցրի, ասեց, որ արդեն մի քանի փողոցների հիմնանորոգումը կամ միջինորոգումը սկսվել է, անկախ ամեն ինչից, ես էլ ինչպես հայտնել եմ, ես Գյումրիում անձնական պատասխանատվություն եմ վերցնում անկախ նրանից թիմի հարթությունում ինչ խնդիրներ ինչպես կլուծվեն, դա ուրիշ հարց է, այսինքն ես քաղաքական դիրքորոշում եմ արտահայտել, իրավական մնացած ընթացակարգերը արդեն պետք է նայենք, ես այս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնել, բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։ Որտեւ երբ որ անի թաղամասում ես քարոզարշավ եմ անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետեւ ես իմ տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Չկա երկրորդ քաղաք հանրապետությունում, որ լինի այդ վիճակում։ Չկա պարզապես, հասկանում եք։ Եվ ես հասկանում եմ, որ 8 տարի իմ վարչապետության օրը քաղաքային իշխանությունները զբաղված են եղել միայն սաբոտաժով։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, որովհետև էլի համայնքներ կան, որտեղ կան ընդդիմադիր քաղաքապետեր։ Գնացեք նայեք, քանի միլիարդի սուբվենցիոն ծրագիր ենք մենք միլիարդների սուբվենցիոն ծրագիր ենք մենք հաստատել։ Մենք սուբվենցիաները չենք կապել երբեք։ Մենք ասել ենք, մենք քաղաքապետի կամ վարչապետի կամ կառավարության համար չենք անի դա, մարդկանց համար ենք անում։ Ծաղկում են այդ թվում են քաղաքները, որտեղ ընդդիմադիր բաներ կան, քաղաքապետեր կան։ Բայց Գյումրիում իմ ընկալումն է նա, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում երևի մարդկանց էլ այդ լուրերը տարածեն, թե բանը վարչապետը, չգիտեմ, սենցա նեղված է կամ նեղացա, դա անհեթեթ է։ Եվ շնորհակալ եմ Իմիջայլոց գյումրեցիներին, որ Գյումրիում մենք 50+, չէ, 50+ ձայն ենք ստացել, եւ շնորհակալ եմ, որ այս ուղերձները եւ պարզաբանումները առնվազն մեծամասնության կողմից ընկալվել են եւ ելի եմ ասում, ես ավելի հաճախ եմ այցելելու Գյումրի։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև գտնվող Մարգարա անցակետը կբացվի 10 օրով, հունիսի 12-ից 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Այս մասին կառավարությունն այսօր որոշում է ընդունել, ըստ այդմ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնություն արագ եւ նվազ ծախսերով հասցնել Լիբանան։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան եւ անցել աշխատանքի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը։ Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի գործողությունների հետ կապված։ Գազը Ռուսաստանից ստանում ենք այն սակագնով, որը գոյություն ունեցել է։ Լրագրողների ճեպազորույցում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Հարցին, թե հնարավոր է գազի գինը բարձրանա ռուսական կողմի պահանջով, Խուդատյանը պատասխանել է, որ նոր զարգացումներ չկան։ Գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն ունեցել է։ Այդ սակագինը սահմանված պայմանագրերով դեռևս պայմանագրերը ժամկետի մեջ են մինչև 2027 թվականի տարեսկիզբ, նշել է նախարար, հավելելով, որ ռիսկերը կառավարում են, քաղաքացիները այս պահին մտահոգվելու առիթ չունեն։ Հետընտրական խմորումները շարունակվում են ու հավանաբար շատ շուտ չեն ավարտվի։ Խնդիրն այն է, որ 18 քաղաքական ուժերից մի քանիսը քվեարկության արդյունքների հետ համաձայն չի։ Մյուսները կամ համաձայն են, կամ եթե նույնիսկ համաձայն չեն, ապա դա ինչ-որ բան չի փոխելու։ Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնք չանցան խորհրդարան։ Արտակ Հովհաննիսյանը փորձել է գտնել հարցի պատասխանը, թե ինչ նպատակներով ու ինչ հավակնություններով էին մասնակցում ընտրություններին քիչ ձայներ ստացած կուսակցությունները։
Մինչ խորհրդարան չանցած կուսակցություններին անդրադառնալը բարգավաճ Հայաստանի շուրջ զարգացումները փորձենք հասկանալ։ Փորձագիտական շրջանակներում շրջանառվում է նաև քաղաքական գործարքի տարբերակը, այսինքն ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան ինչ-որ պայմանների դիմաց։ Տեսականորեն սա անհնար տարբերակ չէ, բայց գործնականում քիչ հավանական է։ Ավելի հավանական է, որ ինքը կանցնի, որովհետև ինքը քաղաքական առևտուր անելու խնդիր չունի։ Եթե իրեն պակասը, ասենք, մի քանի հազար ձայն, այդ դա կարող է, մի քանի 100 ձայն դա կարող է լինել։ 60-ի դեպքում դու քաղաքական առևտուրի չես ենթարկվում։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում, քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12։ Իսկ եթե ԲՀԿ-ն անցնի, ապա ՔՊ-ն չի ունենա падգամավորների թվի 3/5-ը եւ կզրկվի սահմանադրական օրենքների վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու, պաշտոնյաներին միայնակ ընտրելու կամ պաշտոնից զրկելու հնարավորությունից, եթե ընդդիմադիր падգամավորների հետ համաձայնության գալ չհաջողվի։ Ստացվում է, որ ԲՀԿ-ի անցնելու պարագայում ՔՊ-ն է լուրջ կորուստ ունենում։ Այնպես որ սպասենք։ Իսկ ահա ԲՀԿ-ից ներքև դասավորված ուժերի համար որևէ սպասելու բան չկա։ Նրանց մեծ մասը ի սկզբանե գիտեր, որ ոչ մի հրաշք չի կարող տեղի ունենալ։ Ու նույնիսկ եթե արևա-արևմուտքից ծակեր ու մայր մտներ արևելք, ապա միևնույն է նրանք չէին անցնելու խորհրդարան, բայց դե մասնակցում էին ընտրություններին, այսինքն կար դրա համար կոնկրետ նպատակ։ Որն էր օրինակ միասնության թևերի նպատակը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի։ Գաղտնիք չէ, որ դա շուտ ասոցացվում էր որպես երրորդ նախագահային հայկից ուժերի կողմից ուրեմն իրականացվող քաղաքական պրոյեկտ պետք է անցներ, որպեսզի նա արդեն կարողանար 2031 թվականի համար իր նախընտրական կամպանիան սկսել որպես ընդդիմության արդեն այն թվականի առաջնորդ, բայց այդ պրոյեկտը փաստացի չաշխատեց։ Միասնության թևերը եւս վիճարկում են ընտրությունների արդյունքները, բայց մի փոքրիկ հաղթանակ արդեն ունի, փոքրիկ հաղթանակ մեծ գումարի տեսքով։ Կուսակցությունների մասին օրենքով 2 եւ ավելի տոկոս ստացած քաղաքական ուժերը իրենց յուրաքանչյուր քվեի դիմաց նվազագույն աշխատավարձի, այսինքն 1000 դրամի չափով գումար կստանան։ Միասնության թևեր կուսակցությունը տարեկան կստանա շուրջ 33 միլիոն 600 հազար դրամ, ու այսպես 5 տարի շարունակ։ Նույն օրենքի ուժով, բայց մի փոքր քիչ, տարեկան 30 միլիոն 800 հազար դրամ կստանա շնորհապետական կուսակցությունը։ Արմեն Բադալյանի կարծիքով այս քաղաքական ուժը եւս որոշակի նախագիծ է, որը կարող է օգտակար լինել ավելի շատ գործող իշխանություններին։ Երբ որ դուք նայում տեսնում եք, որ տեղամասեր կան, որ ուժեղ Հայաստանից ձայները դրել են շնորհապետականը, իսկ դա պատահական չի լինում, էլ, այսինքն այդ պրոյեկտեր միգուցե աշխատացում, բայց հետո արդեն որոշեցին, որ կարելի է առանց իր առաջնորդվել։ Որոշ կուսակցությունների դեպքում սխալ էր քաղաքական հաշվարկը, ինչ օրինակ խանգարեց նոր ուժին, ըստ Արմեն Բադալյանի։ Քաղաքականության մեջ չի կարելի Երևալ, հետո երկար ժամանակ կորել, ինչ որ մոնո ներկայացումներ խաղալ, հետո նորից գալ Երևալ, այսինքն իրանց միֆը տրակեց, որ ինքը շատ սիրված է։ Դոկ կուսակցության պարագայում էլ փորձագետի կարծիքով այլ հաշվարկում սխալվեցին։ Եթե կուսակցության առաջին դեմքի սոցիալական հարթակների լսարանի գոնե կեսը քվեարկեր, այս քաղաքական ուժն էլ կարող էր տեղ ունենալ խորհրդարանում այնպես, ինչպես տեղ ունեցավ Երևանի ավագանիում։ Շահեկան վիճակում չէին այն քաղաքական ուժերը, որոնք առաջ էին տանում Արցախի հետ կապված թեզեր։ Այս պահի դրությամբ Արցախը ձայն չի բերում էր արևմտամետությունը, բերում էր ինչ-որ ուրիշ ծրագրեր, փրկիչները, ռուսամետություն, բայց Արցախի հարցը ինքնին ձայն չէր բերում, դա չի նշանակում, որ Արցախը կարևոր թեմա չի, ուղղակի մարդիկ հասկացան, որ հիմա այդ պահը չի։ Մյուս քաղաքական ուժերի պարագայում պատկերը այսպիսին է. ոմանք այլևս վստահություն չեն վայելում, թեև են, ոմանք այնքան նոր են, որ դեռ փորձ ու ասելիք չունեն, եւ այլն։ Այս դաշտում էլ գործում են այսպես կոչվող ձայն փոշիացնող կուսակցությունները։ Պոլիտեխնոլոգիայում հայտնի են որպես պատստավներ կանդիդատ, այսինքն դերացո տեխնացու, որը տարբեր խնդիրներ է լուծում։ Ձան փոշիացնել, քննադատել ուրիշին, փոքր գործիք է խնդիր է լուծում եւ միշտ չէ, որ դա անշահավետ է լինում, էլի։ Շատ դեպքերում դրա համար լավ վճարվում է։ Իդեպ վճարվելու են նաև ԲՀԿ-ն ու արդեն խորհրդարան անցած կուսակցությունները։ Բանաձևը այսպիսին է. 5-ից 15% ձայներ հավաքած կուսակցությունները յուրաքանչյուր ձայնի համար կստանան 500 դրամ։ 15-ից 25%-ի դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 250 դրամ, 25%-ից ավելիի դեպքում յուրաքանչյուր ձայնի համար
125 դրամ։ Բուն գումարային հաշվարկը այս բանաձևերով արդեն ինքներդ կարող եք անել։ Այստեղ արդեն մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, թե ինչ գումար կստանա իշխանական կուսակցությունը կամ երկրորդ ու երրորդ, գուցե վերահաշվարկից հետո չորրորդ ուժերը, որոնց միայն առաջին դեմքերի կարողությունների մասին հայտնի է բոլորին։ Արտակ Հովհաննիսյան, Սերան Հակոբյան, Հորիզոն։ Ընտրություններից հետո անցկացվող կառավարության առաջին նիստի մեկնարկին մինչ օրակարգային հարցերին անցնել է վարչապետը շնորհավորել ընտրությունների առիթով ընդգծելով, որ կառավարության գլխավոր առաքելությունը նոր որակի պետություն կառուցելն ու երկրի շարունակական վերելքն ապահովել է։ Այնուհետ գործարքին անցել է հիմնական օրակարգի քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել է թարմ պտղի, գինու եւ հանքային ջրերի արտանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։ Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության, թարմ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը եւ մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը, ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու եւ բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն եւ ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաեւ հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները եւ կնպաստի կազմակերպությունների բնականon գործունեության ապահովմանը։ Պարոն վարչապետ, նաև ուզում եմ վերջում մի դիտարկում անել, որ այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացված ապրանքների վրա, եւ քանի որ կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կիլոգրամ կեռաս, 64,900 կիլոգրամ ծիրան եւ այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին եւ ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչայան։ Ես ճիշտն ասած, որ այս գները նայեցի, փոխհատուցման առաջին հարցը, որ ծագեց հետեւյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն վարչապետ, այս չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը եւ ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն։ Այս փուլում, քանի որ տարին, գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, ծիրանի օրինակ հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, այնինչ օրինակ նախորդ տարի այն արդեն մայիսի 25-ից 30-ից արդեն բերքահավաքը մեկնարկել էր եւ դրա համար գնային տարբերությունները մի փոքր այդ նկատառումով են հաշվի առնված։ Պարզա որ որոշակի լարվածություն կա, ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։
մենք ստեղծ իրան չենք կարողանում գտնել։ Ամեն դեպքում ես նկատի ունեմ օպերատիվ նաև մոնիտորինգ անենք, որպեսզի խնդիրներ անտրամաբանական գնաճեր կարող են լինել։ Այժմ լրահոսի ևս սպառված է թարմացված նորություններին, կծանոթանանք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։